Մի հատ բան կա, որը քո առավոտվա կոֆեից շատ ավելի էֆեկտիվ է քեզ զարթնացնելու համար, բայց լրիվ անվճար է։ Ու այդ արևի լույսն է։ Զարթնելուց անմիջապես հետո առաջի ես մոտ մի ժամվա ընթացքում լույսը շատ մեծ կարևորություն ունի նրա մեջ, թե մենք ինչքան լավ կզարթնենք ու մեզ ոնց կզգանք օրվա ընթացքում։ Լույսը բարձրացնում է կորտիզոլի մակարդակները, իջեցնում է մելատոնինը, ինչի շնորհիվ մենք նորմալ զարթնում ենք ու ավելի առույգ ենք մեզ զգում։ Օգնում է որ վիտամին D սինթեզենք, որի պակասությունը շատ տարածված է հայերի մեջ։ Կարգավորում է քո ցիրկադիան ռիթմը, ինչը քեզ կարող օգնի գիշեր ավելի լավ քնել։ Ու բազմաթիվ այլ օգուտներ էլ ունի, օրինակի համար լույսի սպեկտրի այն հատվածը, որտեղ ավելի մեծ ալիքներ են ու որտեղ ավելի ցածր հաճախականություն է, կարող ներթափանցի մեր մարմին ու կարա ազդի բոլոր օրգանների աշխատանքի վրա, որովհետև այն ազդում է մեր միտոքոնդրիաների աշխատանքի վրա, որոնք որ գրեթե բոլոր օրգաններում կան։ Այս օգուտները քաղելու համար նույնիսկ պարտադիր չի լինել ուղղակիորեն արևի տակ։ Նույնիսկ եթե դու շողքի տակ ես կամ ուղղակի դուրս ամպամած եղանակա, ուղղակի դուրսը լինելը արդեն բավարար է, որպեսզի լույսը քո վրա այս ազդեցությունը ունենա։ Բայց կարևորը հենց դուրսը լինել, որովհետև լուսամուտների մեծ մասը ինֆրակարմիր լուսավորությունը ֆիլտրում է, ինչի պատճառով այս ցածր հաճախականության լուսավորության օգուտները դուք չեք կարող ստանալ լուսամուտի լույսի միջոցով։ Դրա համար իմացեք, որ առավոտվա առաջին մի ժամվա ընթացքում զարթնելուց անմիջապես հետո ուղղակի փորձել դուրսը լինել գոնե մի 15-20 րոպե, այսի ամենալավ սովորությունն է, որ դուք ձեր համար կարող ստեղծեք, որը ահռելի մեծ առողջական օգուտներ կունենա ու կօգնի ձեզ ավելի լավ զգալ օրվա ընթացքում։